3 տարի է իրանք պոլիէթիլենային տոպրակների դեմ են պայքարում։ Ու այդ տղաներն ու աղջիկները պատրաստվում են հեծ աշխատացնել։ Հա, շատ երկար կարելի է խոսել, գազալացակայան, բան, մի խոսքով։ Այս մարդկանց խումբը, տոպրակի դեմ պայքար տվողների խումբը հեծ է ուզում կառավարի։ Թե ինչ ալնելու, կարծում եմ մեր քաղաքացիները լավ պատկերացնում են, Զանգեզուրում այնտեղ կառավարում է իրանց հանձնված չի, լրիվ տարբեր դեպքեր, ժողովուրդ ջան, ավարտեմ, էլի խնդրում եմ։ Հիմա երկրորդ կետը, այն ինչի մասին ես երեկվա իմ հայտարարության մեջ ասեցի։ Աշխարհում շատ քիչ են երկրներ, որտեղ հեծի համանման կառույցները ազգայնացվել են, ու այդ բոլոր երկրներում դրանից հետո եղել է թանկացում։ Շատ քիչ են եւ բոլոր տեղերում եղել է թանկացում։ Եվ երրորդ ասպեկտը, ես բացի նրանից որ կարող եմ մեջ բերել պարոն Կարապետյանի հայտարարությունը եւ խոստումը այսքան տարի չթանկացնել էլեկտրաէներգիան, որը ինքը պահել է, իսկ այս վերջին շրջանում տեղի ունեցած 4 ու 8, եթե չեմ սխալվում, դրամի թանկացման մեջ հեծի մասնաբաժինը կամ հեծի մեղքը կազմում է 0։ Ինքը ոչ այդպիսի հայտ է ներկայացրել, ոչ նման առաջարկությամբ է հանդես եկել եւ այլն եւ այլն։ Հիմա այս փաստերի համադրումից ես առաջարկում եմ պարզ տրամաբանորեն փորձենք կանխատեսել, որակը կլավանա, թե կվատանա, սակագինը կբարձրանա, թե կնվազի։